Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Եվա Կոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է հետաքրքիր թողարկում, եւ այսօր շատ հեռուստադիտողների խնդրանք եմ փորձելու իրականացնել, շատերը բողոք են արդեն ներկայացնում, ինչու Կոպովնան անդրադարձ մաքուր ռեստորանային համալիրներում երգող երգիչներին։ Այսօր ձեր բախտը բերեց, որովհետև ես հատուկ ձեզ համար հյուր ունեմ, որը ամբողջությամբ մոտ է այս թեմային։ Նրա այդ րոպեներանց կզրուցենք, որովհետև այս բան պետք է շնորհավորում օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, աստծոնությամբ եւ իհարկե Ձինայի 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Աչքերը սև, շուրթերը տալ Չիլինի քեզ մորանալ Շուրթերը տալ, ուզում եմ զգալ Չեմ կարող քեզ մորանալ Աչքերը սև, շուրթերը տալ Չեմ ուզում քեզ մորանալ Շուրթերը տալ, ուզում եմ զգալ Չիլինի քեզ մորանալ Դու yeah, մենակ դու yeah Սիրտը տարը ինձանով հա ու yeah Ու մասի կարամ գրեմ էդի դու ես Անապատի արև դու ջուր ես Ես արև կդարնամ, ապիտ կգամայցի Չեմ կարա մորանամ, ինչերդ զգացի Արակ կվերանա, պրոբլեմը քո կյանքի Եթե դու հավանք ես, համարը քո հարկի Քո կողքին կյանքս համարանն առանց կեզ օրս տեղուր Ինչ անեմ սաղ քո համարա դե արի Ու քո սերը դուր Տես որան հնարա առանց կեզ օրեր ես տեղուր Սիրտդ հենց սրտիս համարա դե արի Ու քո սերը դուր Տես առանց կեզ կյանքը դատակա Ու անգույնա մոլորակը Ասավուն սիրուննա չերդ մորանամ Ու հիմա քո ժպիտը իմ ուսանա Ու քո սերը թալիսմանա Ուզում եմ միշտ մոտես մանա Քո կողքին կյանքս համարանա Առանց կեզ օրս տեղուր Ինչ անեմ սաղ քո համարա դե արի Ու քո սերը դուր Տես որ անհնարա Առանց կեզ օրեր ես տեղուր Սիրտդ հենց սրտիս համարա դե արի Ու քո սերը դուր Սենյորիտա ֆայա, սենյորիտա բում Ես լուսինը մեր վրայա Դու էլ իմ գրկում Կարևորը հիմա դա է Թե ինչա կատարվում Ժամանակը կանգնում Շուրջս կտրվում Ասա քո սրտինը Նորը ու հինը Ես կանեմ կյանքս անհնարինը Շուրջդ ինչ կա Քոնա ու իմը Դե ասա արա քո մտքինը Ախ ոնց եմ սիրում քո անունը Առանց քեզ ներվայնանում եմ Քամուց քո մազերը գալարվում են Ու մտքիս մեջ կրկնում եմ Աչքերը սև շուրթերը տալ Չիլինի քեզ մորանալ Շուրթերը տալ Ուզում եմ զգալ Չեմ կարող քեզ մորանալ Աչքերը սև շուրթերը տալ Չեմ ուզում քեզ մորանալ Շուրթերը տալ Ուզում եմ զգալ Չիլինի քեզ մորանալ Քո կողքին կյանքս համարանա Առանց քեզ օրս տեղուր Ինչ անեմ սաղ քո համարա դե արի Ու քո սերը դուր Տես որ անհնարա Առանց քեզ օրեր ես տեղուր Սիրտդ հենց սրտիս համարա դե արի Ու քո սերը Քո կողքին կյանքս համարանա Առանց քեզ օրս տեղուր Ինչ անեմ սաղ քո համարա դե արի Ու քո սերը դուր Տես որ անհնարա Առանց քեզ օրեր ես տեղուր Սիրտդ հենց սրտիս համարա դե արի Ու քո սերը դուր Դե ինչ 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է Ձինա այդ նախագիծը եւ Կոպովնան այս պայն ոչ միայն նախագծի հեղինակ վարող, այլ նաեւ հանդիսավարուհի։ Այսօր իմ ընկերն է ինձ մոտ տաղավարում, ում շատ-շատերը հենց հիմա որ տեսնի, կասի ինքը իմ հարսանիքի ժամանակ նենց երգեց, բոլորս կարքին քեֆ արեցինք եւ այսպես շատ առիթատեր էր։ Տաղանդավոր ընկերս Հարութ Ոսկանյան ինձ մոտ տաղավարում եմ։ Հարջան, բարի օր, բարի գալուստ։ Բարե Ձինա ջան։ Շատ հեռուստադիտողներ ռեստորանային համալիրներից ինձ վիդեոներ են ուղարկում, նկարներ են ուղարկում, ասում են Ձինա ջան, հասկացանք, այս կողմ են կողմ, չգիտեմ, էստրադա, այնտեղ ջազ, ամեն ինչ ներկայացնում ես։ Մենք ուզում ենք բուն ռեստորանային համալիրում են, որ այդ ոճի մեջ երգող երգիչ տեսնենք ես։ Դու տարանջատում ես, ես չեմ տարանջատում։
փորձում եմ արձագանքում են, գալիս են ինձ մոտ տաղավար, ասա որ տենց է Շատ մեծ սիրո վերջացավ։ Հիմա սկսենք ամենասկզբից, Հարճան։ Ես գիտեմ, որ այն երգիչները, որոնց ես համարում եմ մի այլ աշխարհի երգիչներ, ու ասում ամեն մեկը չի որ հասկանում է մեր ոճը կամ միջև էս ոճը չլինի քեֆ չեն կանի։ Այո, տենց Կա չէ տենց բան։ Ինձ ասում են որ դինա փորձի մի հատ edge ստեղծել կամ մի հատ ծրագիր ստեղծել, որտեղ բացառապես կլինեն այն երգիչները, որոնք սիրում են աշխատել միմիայն ռեստորանային համալիրներում, որոնց պետք չէ մեծ բեմը, այլ պետք է այն բեմը, որտեղ դիմացը առիթ է լինում։ Ժողովուրդն է մեր։ Դու այդ թեմայի մեջ ես, չէ՞, Հար։ Իհարկե։ Քանի տարի է Հարճան։ Արդեն 30։ Լուրջ ես ասում։ Տարիքը չեմ հարցնում։ 15 տարեկանից դա արդեն պարզ է, որ ասացի 30։ Հա։ 15 տարեկանից ես ռեստորանային համակարգում եմ եղել, արսանիկներում, գնունք այդպես քեֆ ուրախությունների։ Իսկ մտածել ես մի անգամ, չգիտեմ, լույսը բացվեց, որոշում ես, ասենք, այսօրվանից չի երկել, այլ դառնալ, ասենք, ինչ-որ բիզնես բան, դու քեզ պատկերացնում։ Չի ստացվի մոտ։ Իսկ ձեր նման մարդիկ միայն պետք է մտածեն, որ ունենան իրենց սեփականը, ու այլ այդտեղ երկեն։ Ես շատ ընկերներ ունեմ, որ չեն կտրվում այդ թեմայից։ Երգից երաժշտությունից ես իմ մոտ եթե մի պա փորձել եմ, բայց չի ստացվում, ես հասկացել եմ, որ երգն է երաժշտությունն է իմը։ Արի իսկ քեզ գտնելու համար կոնկրետ ռեստորանային համալիր է պետք գնալ, թե տարբեր Այս բային հիմնականը տեղ չեմ աշխատում, տարբեր միջոցառումների եմ մասնակցում հրավերքով։ Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում եւ այլն, տենց հիմնական տեղ չեմ աշխատում, բայց աշխատել եմ ժամանակին։ Շատ լավ, բայց ասա, որ ազատ երգիչները ավելի մի տեսակ ձեռնտու է։ Իհարկե, դու արդեն քո Գրաֆիկը առօրյան գրաֆիկը գիտես ու կարող ես էլի կազմակերպես։ Իսկ հիմնական միտեղ աշխատելուց այդ ժամանակ մի քիչ դժվար է էլի։ Հա, ես համաձայն եմ քեզ հետ։ Այդ որպես հանդիսավարու եմ ես դա ասում։ Դրա համար երբ որ մեզ հրավիրում են ինչ որ միտեղ գործի, պայմանագիր եմ կապում հատուկ, որ ասում եմ, եթե ես այդ օբյեկտից դուրս եմ գալի, ուրեմն հավատացած եղեք երրակի գումար են ինձ վարձատրում։ Չի կարելի լինել մեկինը։ Ազգինը պետք է լինենք ի վերջո, էս էլ կա։ Եվ ինձ հետաքրքիր է, բայց ինչքան էլ ուզում է լինի, կան երգեր, են որ ասում է, եթե ասում ենք Հարութ Ոսկանյան, մենք գիտենք, որ այդ երգիչն է։ Շատերն ասում են, որ այս երգն է երգում, հար դու ունես մի գործ, որ ինչքան էլ երգ լինի, այդ դրանով քեզ ճանաչում են։ Հա, Զինա ջան, այդ երգը երգել եմ ճիշտն ասած իմ 2002 թվականին առաջին CD-ս որ դուրս եկավ, բայց ավելի տարածում, ավելի տենց սիրվեց վերջի ժամանակներս էլի։ Բայց դու ոնց որ ռեստավրացիա ես արել, ինչ որ տենց հատուկ DJ-սկի վիճակներ։ Դե հա, մի փոխվեց նոր գործիքավորմամբ այդ երգը ես երգեցի վերջերս ու տենց առիթ չկա, տենց գործ չկա, որ այդ երգով ես հանդես չգամ, էլի, որովհետև մարդիկ դրան սպասում են։ Հա, իսկ լսել ես ուրիշները, որ այս երգը երգում են քո ընկերներից։ Լսել եմ, կան պատանի տենց լավ երիտասարդ։ Նոր սերունդները։ Հա, երեխեք էլ կան, լսել եմ, շատերի մոտ լավ էլ ստացվում է։ Հա, ես երբ որ իմ ընկերներից մեկին ասեցի այսօր ինձ մոտ Հարութն ա լինելու տաղավարում, ասեցին, եթե անկեղծ Հարութը մի հատ երգ ունի, ես մեզ մոտ բավականին լավ փող եմ աշխատում այդ երգով։ Հար ես խնդրել եմ, որ այդ երգը դու այդ երգը վերջում երգես բոլոր նրանց համար, ովքեր արդեն անհանգիստ են, որ երգի մասն է խոսքը։ Դե աշխատեք հիմա, վաստակելը լավ բան է, բայց որակով էլի։ Իհարկե։ Բան չասեցի։ Լավ, եւս մեկ հարց։ Եթե հիմա Հարութին զանգահարում են եւ բնականաբար սկսում են աժուտաժը, առողջարկ ասվածը։ Հար դու մենակ ես աշխատում, թե նաեւ առաջարկում ես բենդ։ Եթե ինձ մենակ են իրանք նախընտրում, որ ես մենակ գտնվեմ այդտեղ, մենակ եմ պայմանավորում։ Եթե բենդ են ուզում, բենդի հետ, հա, մենք գնում ենք։ Կա արդեն թիմ, որ քեզ հետ համագործակցում։ Շատ վաղուց է, ես իմ ընկերները շատ ունեմ, իմ թիմը ունեմ, բոլորն էլ պրոֆեսիոնալ երաժիշտներ են։ Ու իրանց հետ ամեն ինչը սիրուն որակով կազմակերպվում է։ Բայց մի հարց էլ, հիմա դու վստահ եմ, եթե չի լինում մեկ օրվա մեջ մի քանի տեղ երգում ես։ Ինչ ես սկսել նկատել, հար, ես մի բան զգացի, որ արդեն բենդերին նախընտրում են
տալ տեղ։ Մի բան մեր մոտ լուրջ քաոս էր։ Մեր երաժիշտները ասա պահ եղավ, բոլորը լքեցին հայրենիքը։ Դա այդ մի քիչ գումարային հարց էր, կորոնա թեման էր, հասկացանք։ Բայց հիմա շատերն ասում են, ավելավա ես սենց գումարը միացնեմ, չէ՞։ Տամ միանգամից բենդը գա իրամարեն, որ մի հատ զուռնան լսեմ, մի հատ դահոլը լսեմ, այդ ձենը լսելու հետ մեկտեղ ես գիտեմ, որ բենդում բացի մեն երգչից աշխատում է եւս երգիչ, եւս երգչուհի, չէ՞, որ տարբեր ոճերը առաջարկում եք։ Տարբեր ոճերի, իհարկե, տարբեր ոճերի մեջ դու առաջարկում ես հաճախորդին, ինքը նախընտրում է, էլի, պետքա լսում ատավյալ երգիչներին կամ երգչուհուն կամ ինչ-որ բենդը, ու ինքը, ասենք, նախընտրում է։ Հեշտ է էլի ավելի իմ կարծիքով։ Դե եթե քեզ դիմել է, ուրեմն ուզում է, որ դու մասնակցես երգես։ Մասնակցես, հա։ Մնացածներին էլ, ասենք, առաջարկում ես, մնացածին էլ, այսօր ինֆորմացիան շատ է, էլի։ Հա, էլի, համացանցը կերավնես։ Եվ մի հարց, իսկ կա հար, որ զանգում են ուղղակի կոնկրետ թեմատիկ երգով։ Հարու ջան, մի երգով։ Տենց ունակ երգիչ գիտեմ, ասում ա ինձ մի երգով չզանգես ես, մի երգով չեմ գալիս։ Ես էլ չեմ ընդունում մի երգով։ Պատկերացնում ես մի երգով դուրս ես գալի բեմ մարդիկ նոր իրանց նստած տեղից դուրս են գալիս, ուզում են պարեն։ Հա, կա տենց բան։ Մեզ կոմենկոմ երգը ավարտվեց, հիմա ինչ ասես, ես գնացի, տենց էլ չի, սխալ է։ Մի երգով ես չեմ ներկայանում, գոնե մաքսիմում, գոնե 5-6 մի կես ժամ, ասենք 20 րոպե։ Լինում է դեպք, հար, որ ասենք լավ 20 րոպեն Հարութին առաջարկած վերջացավ։ Ժողովուրդը չի նստում, զգում ես, որ չի էլ ուզում գնաս։ Ես մի ժողովրդի սրտով եմ գնում, ես հնարավորինս, եթե ինչքան էլ զբաղված լինեմ, մի քիչ ավելացնում մի քիչ ավել մնում եմ ու առանց թեմայի, ասենք, ինչ-որ ավելացման բան, ասենց։ Հա, գումարի մասն է խոսքը, հա, Զինաս ջան, որովհետև մեր ժողովուրդն է ուզում ուրախանա, եթե ինքը քեզ նախընտրում է, քո երգի տակ այդպես սպարում է, ուրախանում է, դու էլ պետք է ուրախ լինես, քանի որ դե հա կարում ես այդ ամեն բան ինչը չասեցի։ Այդ ժամանակ մի քիչ լացում են հանդիսավարները, որ լիքը, այսպես ասած, հա, բայց լացենք չլացենք, պետք է ժողովրդի կողմից է լինենք, էլի։ Դե հա, հանդիսավարները կան, որ всё էլ ախպետ չենք հասցնում, բանես կոմենկոմ, բայց դե հնարավորինս պետք է անես մասսան պարումա ոնց մի հատ ասենք։ Հա, էլի քեֆը մի անգամ է գալիս։ Մանավանդ այն երևույթը սահմանադրական օրենքով, որ 23:00 ստոպ։ Այդ ամենալացելու թեման է։ Ճիշտ է, աշխատողների համար այդքան էլ վատ չի, անկեղծ ասեմ։ Բայց տեղ կա, որ ես ինքս էլ նեղվում եմ, լինում եմ հանդիսավարուհի, ասում եմ, մարդ նոր սկսել են։ Ասա, որ ծանր զանգված էլ է լինում, մինչև տաքանում են, մինչև խմում են, այս մարդիկ ինչքան երգ են, այդ ժամանակ օգնության են գալիս առավելևս այս ոճի երգիչները, մուսանը գալիս է ժողովրդից, ասենք, որ սկսում են ուրախանալ, բանը տենց լավ, տժում են, սենց ասած։ Քանի նա լիքը մարդ չկա, մի քիչ բամբասամ եթերում, ով ուզում է նեղանա, թե չէ։ Ես շատ եմ լսել, որ ասում են, այս երգեց չպարեց, այնի երգեց չպարեց, ասում են, որովհետև այդ ձեր երգերը բավականին հին է, իրանք ամեն օր ռադիոյով, TV-ով, չգիտեմ, տարբեր տեղերով ու նույնն է, հասկանում եք։ Այս մի երգի չեկավ պարացրեց, աղբոր պես, չի կարելի, այդ մի կողմ դնենք։ Չէ, դե էլ հա, կլասելու բան չի ասենք։ Տարբերակը, ռեստորանային համալիրներում լինի, ակումբում լինի, մյուզիկ հոլում լինի, այս թեման արկա է հարճան։ Ճիշտ է, ես էլ եմ լսել տես բաներ, բայց դե հիմա մասից էլ է էլի կախված։ Ես ճիշտն ասած, ես էլ ասեմ են երգիչներից չեմ էլի, որ սենց զորով չիլնի անել, պասել էլի պարեք, երգում ես պարին, Թե բայց ես ականատես եմ եղել էլի հարճան, երգում եք, պարում են, այդ մոտիվացիան կա, ոտի վրա կանգնած են, սպասում են հաջորդը երգում մարդիկ նստում են, կա տենց էլ էլի, այ դա մի քիչ վիրավորող է, բայց այդ թեմայից չեն կարող հեռվանալ, կա տենց հար։ Դե հա, ճիշտ է, կա, իհարկե, բոլորս էլ նկատում ենք, էդի աննկատ բան չի, բայց դե ունենք են ինչ ունենք։ Շատ լավ, և այսքանից հետո ինձ մի հարց էլ է հետաքրքրում և անցնում ենք են իմ սիրած պահին, որ նաև սիրում են հոբելյարները, ամենաշատը գիտեն, որ եթե ինձ մոտ երգիչը տաղավարում է, իմ սիրած երգն է երգում, եթե պրիմիերա չունի։ Օրվա մեջ, որ գնում ես երգելու ար,
ամենաշատը, որ եղել է գնացել ես, քանի տեղ ա եղել։ 3-ից 4 Հա։ Չեմ, Էն էլ ես- ճանապարհը երևի։ Ես հա ճանապարհը, էդի գիտեք ոնց, ասենք չես էլ կարա հասցնես դրանից շատ տեղելնես։ Ճիշտ է, ասենք քո համար է, ասենք հենց քո ասած գումար վաստակելու, բայց համենայն դեպս չես կարա, ճանապարհ ես գնում, մտնում ես, ասենք տվյալ զալը, այդ ոնց ալնելու, որ դու տվյալ երգիչի երգում ասես, իչի ես երգեմ։ Հա, դա էլ մի բան չի։ Պետքա կազմակերպես էլի, նենց էլ չի որ եթե մի տեղ ես երգելու, մի քիչ սպասի, թող մնացածը երգեն, դու էլ կերգես, բայց շատերը գալիս են սենց աժոտաժ։ Շատերը գալիս են արդեն հերվի զանգելով, հանդիսաբարին զանգում, ասում են «Աննենց վրազեմ, արագ մտնեմ, երգեմ գնամ», ասում եմ «Կներեք, բա դրա հաճույքը որն է»։ Ոչ դու ես հաճույք ստանալու, ոչ այնտեղ չգիտեմ, մանավանդ մի քիչ է ճանաչված տենում են, հեռախոսները առնում են, կանգնում են։ Հանդիսավարների դրության մեջ մտնում են, որովհետև այդ մարդիկ էլ իրանց ծրագիր ունեն, հիմա այդ պահին ինչ-որ մի հատ բան են կազմակերպե, ես ոնց ասեմ, չէ, թող ես երգեմ գնամ, չէ, կա համաձայնեցնես ամեն ինչ էլի։ Հա դե լավ, այդքաներս մի տվեք հանդիսավարներին։ Շատ լավ։ Իսկ այսքանից հետո մենք ունենք հոբելյարներ։ Ես կցանկանամ Հարութ Ոսկանյան իր ոճով տեսախցիկին շնորհավորի եւ երգես այն երգը, որը շատ ռեստորանային համալիրներում ասում են Հարութն եկավ, այս երգը կերգի թե չէ, հատուկ են մարդկանց համար, ովքեր որ ինձ խեղդում էին եւ նեղանում էին, ասում են Զինա դու ռեստորանային համալիրի երգիչներին չես հրավիրում։ Անենք հար։ Իհարկե։ Դե շնորհավորիր։ Շնորհավորում եմ այսօրվա հոբելյարներին, մաղթում եմ, թող լինեն ուրախ, երջանիկ, թող կատարվի բոլոր իրենց նպատակները, կարևորը առողջ, անփորձանք խորացերություն ունենան։ Ապրեք։ Իսկ այսքանից հետո էլ մոտ եք նստում ձայնը բարձրացնում եք, որովհետև վստահ եմ այս ոճի սիրահարները շատ են։ Ձեզ համար երգում է Հարութ Ոսկանյանը։ Ձյուն է իջել բարձր սարի, ծաղիկներս մրսում են, նայում եմ քո ճանապարհին, ես առանց քեզ տխրում եմ, թռչունները եկան անցան, դու նրանց հետ մի գնա, արի վառի տանս դույսը, մնա ինձ հետ մի գնա, հոնն է իմ սրտի սերը, մնա ինձ հետ մի գնա, մի մոռացիր մեր սերը, մնա ինձ հետ մի գնա, հոնն է իմ սրտի սերը, մնա ինձ հետ մի գնա, մի մոռացիր մեր սերը, մնա մի գնա։ Քո հասակը կանաչ պարտի, թող որ ապրեմ քո շուքին, ես նման եմ շաղոտ վարդի, սառնիր քո շշուկին, երկար տարին երգես համար, տանջվել եմ անգիան, ուր էլ գնամ, ուր էլ մնամ, չեմ կարող հեռանալ, հոնն է իմ սրտի սերը, մնա ինձ հետ մի գնա, մի մոռացիր մեր սերը, մնա ինձ հետ մի